Բարույս երեկո սիրելի պետականատեր հայ մարդ, իրական Հայաստանի Հանրապետությանը սիրահարված, խաղաղությանը սիրահարված, իրական Հայաստանի Հանրապետության եւ խաղաղության շահերը սպասարկող հայ մարդ։ Ուրեմն այս թալանչի մարդասման խուլիգան մաֆիան անընդհատ sense ոռնոցները դրած sense կուրաժի դինելով տոնները բարձրացած բաներ են ասում։ Գիտեք ինչ, դուք արդեն 2018 թվականից ի վեր միջ առեսօրս դուք 3 անգամ հայ մարդու կողմից, իրական ուժի կողմից, իրական հզորության, իրական ճշտի մաքրության կողմից ենթարկվել եք քաղաքական ոչնչացման սամասուդի։ 3 անգամ արդեն 2018 թվականից միջ առեսօրս հայ մարդը հազոր հայ մարդը, պետականատեր հայ մարդը, իր սեփական պետությանը սիրահարված եւ իր սեփական պետության շահերը սպասարկող հայ մարդը մարդասպան թալանչի օտարի տասովչիկներ։ Ձեզ արդեն 3 անգամ ենթարկել է քաղաքական ոչնչացման սամասուդի։ Ուրեմն ձեններդ կտրեք եւ պետականատեր հայ մարդուց առավել չհամարձակվեք քայլ անեք։ Չհամարձակվեք պետական հայ մարդուց բարձր խոսակ, ձեններդ կտրեք, մեկա դուք այս պետությունից թալանածը չեք վայելելու, հայ մարդուց թալանածը չեք վայելելու, դուք չեք կարողանալու պետությունից թալանածը պաշտպանեք, պետությունից թալանվածը վերադառնալու է պետությանը եւ վերջ, համակերպեք այս իրականության հետ, համակերպեք, չհամակերպեք, ձեզ տարբերակ չունեք, դուք ով եք, որ մեկ էլ համակերպեք կամ չհամակերպեք կամ ով է նայում այ լակոդոկուտներ ձեր համակերպվածությանը դուք պետք է համակերպեք թե չէ դուք ստիպված եք ուղղակի համակերպել որովհետև այս խուժան մաֆիան ժողովրդավարության մեջ չի կարող օրակարգ թելադրի չի կարող ուղղակի ժողովրդի իր քայլը անելով եւս մեկ անգամ ապացուցեց որ այս պետությունից թալանված առելի կապիտալը եւ միլիարդավոր դոլարները դրամները չեք կարողանալու պաշտպանել դուք ոչ թե դուք ձեր ոռնոցները դուք օրը 24 ժամ բարձրաձայն ոռնում եք միան որպեսզի այս պետությունից թալանվածը պաշտպանեք ձեզ ոչինչ չի հետաքրքրում պետության ներկան ապագան պետության ճակատագիրը հայ մարդու ներկան ապական ճակատագիրը այ հայ մարդու ձայնը առնողներ հայ մարդու կարգավիճակից ողջևորվող եւ հայ մարդու ձայնը առնողներ դուք ով եք դուք ոչ մի բան եք ոչնչություն եք եւ պետությունից թալանվածը չեք վայելելու ձեզ չի հաջողվելու պետությունից թալանածը պաշտպանեք պետությունից թալանվածը վերադառնալու է պետությանը ինչքան վերադարձել է ինչքան էլ պետք կլինի վերադառնալու է սա չի քննարկվում սիրելի մարդ օտարերկրյա այս օլիգարխի կալուգացի օլիգարխի կողմից անձամբ միլիոնավոր դոլարներ է ծախսվել այս պայքարի մեջ միլիոնավոր դոլարներ ծախսելով ահռելի միլիոնավոր դոլարներ ծախսելով Մոսկվաներից մարդ բերելով իրեն հաջողվեց ինչ-որ պետականատեր իրական Հայաստանի իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանից 2-3 անգամ քիչ ձայն հավաքել բայց գիտեք ինչ օտարերկրյա օլիգարխը կալուգացի օլիգարխը օտարին սիրահարված օտարի շահերը սպասարկող դեսանտը այդ փողը ծախսել է իրական Հայաստանի Հանրապետությունում եւ այդ փողից լիքը կազմակերպություններ լիքը մարդիկ օգտվել են այդ փողը ծախսել է չգիտեմ ռեկլամների վրա ռեկլամով զբաղվող մարդիկ են օգտվել ավտոբուսի վարորդներ են օգտվել տարբեր սրճարանների տերեր են օգտվել չգիտեմ տաքսի վարորդներ են օգտվել չկա այնձև հացատներ են օգտվել բենզալցակայանի գազալցակայանի աշխատակիցներ են օգտվել բոլորն են օգտվել բոլորը այդ փողը ծախսվել է Հայաստանի Հանրապետությունում այդ փողը մտել է իրական Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
այդ փողը ծախսել են, չէ, իրանք փող են տվել, քաղաքացուն փող են տվել, ձայնը առել։ Քաղաքացին գնացել է խանութ, սմետան առել, ձեթ առել, սիգարետ առել, սոկ առել, հաց առել, չգիտեմ, այդ փողը ծախսվել է Հայաստանի Հանրապետությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում տասովչիկներին, շնորհակալություն չեմ հայտնում, որովհետև տասովչիկը ինձ անհասանելի ամենայն վարքաբեկված մարդն է, տասովչիկը, բայց շնորհակալություն եմ հայտնում այն կպցնող մարդկանց, որ այս մեկ ասվա ընթացքում ով ինչքան կարացավ կաթուկովի նման կթեց կալուգացի օլիգարխին։ Կալուգացի օլիգարխի կողմից ծախսված ահռելի ռեսուրսը միլիոնավոր դոլարները ծախսվել է իրական Հայաստանի Հանրապետությունում եւ ֆռացե գնացել մտե պետական բյուջե։ Դեսանտներ հայ մարդուց առավել տոնները չբարձրացնեք, ձեններդ կտրեք եւ սպասեք ամեն մեկդ ձեր ճակատագրին քաղաքական մակարդակով, ամեն մեկդ ձեր ճակատագրին անհամբեր սպասեք քաղաքական մակարդակով։ Սա իրական Հայաստանի Հանրապետությունն է, սա ձեր իմացած Հայաստանի Հանրապետությունը չէ, սա իրական Հայաստանի Հանրապետությունն է, սա պետությունն է, այլ ոչ թե օտար պետության համար որպես կռվախնձոր օգտագործվող ինչ-որ մի հատ առարկա, սա պետությունն է, սա ինքնիշխան ինքնուրույն պետությունն է։ Ձեններդ կտրեք ու տոններդ պետականատեր հայ մարդուց բարձր չբարձրացնեք, անհամբեր սպասեք ձեր քաղաքական մակարդակով ձեր ինքնաոչնչացմանը, ձեր ոչնչացմանը, քաղաքական մակարդակով։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե պետականատեր հայ մարդը, կեցե խաղաղությունը, կեցե մեր հրաշ փոքրիկ բալիկները, որ ապրում եւ ապրելու են խաղաղ զարգացող երջանիկ իրական Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե պետականատեր հայ մարդը։ Բարի գիշեր, կապի մեջ։